Սցենարիստ, պրոդյուսեր Դիանա Գրիգորյանը ինստագրամյան իր էջում բավականին հաճախ հետևորդների հետ կիսվում է նոր լուսանկարներով, տեսանյութերով, խոսում է աշխատանքային գործունեության մասին, պատմում ներկայումս Վերջին զանգը սերիալի հետագա զարգացումների մասին, իհարկե չբացելով փակագծերը։ Այս անգամ պրոդյուսերը ինստագրամյան իր էջի սթորի բաժնում մի շարք հոլովակներ էր հրապարակել, ցույց տալով, թե ինչպես է անցկացրել իր երեկոն։ Այս անգամ այն հունական ոճով է։ Դիանան մտերիմների հետ միասին վայելել է հունական երաժշտություն, համտեսել հունական ուտելիքներ, ինչպես նաև պարել ու կատարել նրանց ամենահայտնի ավանդույթներից մեկը՝ ափսեներ է կոտրել։ Վերջին շրջանում սցենարիստը այդքան էլ հաճախ նոր հարցազրույցներ չի տալիս, բայց դեռ տարիներ առաջ, երբ հեռուստաէկրաններին էր հարազատ «Թշնամի» հեռուստասերիալը, Դիանա Գրիգորյանը խոսել էր այդ մասին ու նշել, որ վերջին սերիայի հետ կապված հուզմունք ունի։ Իհարկե հուզմունք կա և ինձ, և սերիալի բոլոր դերասանների մոտ, որովհետև նրանցից յուրաքանչյուրն իր վերջնական տեսարանը նկարահանվելուց հետո անձամբ են զանգահարել ինձ և հայտնել այդ մասին։ Շնորհակալ եմ իրենց, որ իրենք այդքան լավ են կերտել իրենց կերպարները և որ այդքան հարազատ են մոտեցել դրանց։ 2 տարի նրանց մեջ ապրել է 2 մարդ՝ իրենք ու կերպարը, ու եթե իրենք այդքան հարազատ ընդունած չլինեին, գուցե նրանց կերտումն էլ այդքան հաջող չլիներ։ Ես ինքս հրաժեշտ եմ տալիս մեր ստեղծած կերպարներին և իսկապես հուզմունքը մեծ է, բայց այս պահին նաև լարվածությունն է մեծ, քանի որ վերջին սերիան բավականին երկար է լինելու։ Նշեմ, որ բոլոր բաց դռները, բոլոր բաց խնդիրները ստացել են իրենց լուծումները, բոլոր դռները փակվել են, որևէ մութ բան չի մնացել։ Փորձել եմ ամեն կարևոր և գուցե ոչ այդքան կարևոր գլխավոր և գուցե ոչ այդքան գլխավոր հարցերին լուծում տալ։ Այն հարցին, թե բացի հուզմունքից նրա մոտ արդյոք նաև տխրության զգացում կա, նախագծի ղեկավարը պատասխանել էր, ասելով, որ առանց դրա չի կարող լինել, քանի որ հարազատ «Թշնամի» սերիալում իրեն շատ հարազատ դերասաններ են, ովքեր յուրաքանչյուր նկարահանումից հետո, չնայած իրենց հոգնածությանը զանգահարել և հետաքրքրվել են հետագա նկարահանման օրերի մասին։ Հոգնածության հետ մեկտեղ կար նաև մեծ կապվածություն, որը նաև ըստ իս վտանգավոր երևույթ է։ Միշտ ինքս ինձ հարց եմ տվել՝ սե՞րն է ավելի վտանգավոր, թե կապվածությունը, որովհետև սերը կիրք է, որը ցանկացած պահի կարող է մարել։ Կապվածությունն այնպիսի բան է, որ տանջում ու խեղդում է քեզ։ Հեռուստադիտողների մոտ հիմնականում նույնատիպ կարծիքներ էին։ Պարզապես հաշվի առնելով նրանց մեծամասնության կարծիքը, այն բարի ավարջները, որոնք իրենք էին առաջարկել, փորձել ենք որոշ չափով ի կատար ածել, որովհետև հարգում ենք մեր հեռուստադիտողին և հաշվի նստում նրա կարծիքի հետ։ Մենք արել ենք ամեն ինչ, որպեսզի նրանց չհիասթափեցնենք։ Բայց այն տարբերակները, որոնք որ մենք էինք մտածել, չենք լսել հեռուստադիտողից։ Անդրադառնալով նաև սերիալի հերոսների վերջնական լուծումներին, սցենարիստը չէր ցանկացել բացել փակագծերը ու ասել էր միայն, որ սպասվում են այնպիսի լուծումներ, որոնք շատ անսպասելի կլինեն բոլորի համար։ Խոսելով նաև սերիալի ավարտից հետո իր հետագա անելիքների մասին, Դիանա Գրիգորյանը պատմել էր, որ ձեռնամուխ է եղել մի նոր հաղորդաշարի ստեղծման, որը շատ շուտով կհայտնվի հեռուստաէկրաններին։ Ստեղծվելու է նոր հաղորդաշար, որը եզակի է իր տեսակի մեջ և որի նպատակը լինելու է այն, որ հայի աչքերը միշտ պետք է ժպտան։ Արդեն իսկ տարվում են դրա պատրաստման աշխատանքները։ Այն լինելու է հայկական, հայի խնդրի լուծման համար ստեղծված մի հաղորդաշար։ Իսկ թե արդյոք ինքը չի պատրաստվում նոր սերիալի նախապատրաստական աշխատանքների, Դիանան ասել էր, որ դա հավանաբար կլինի իր նոր հաղորդաշարի լավ և ճիշտ ձևով մուտք գործելուց հետո։ Ես այն մարդն եմ, ով չի սիրում միաժամանակ մի քանի նախագծով հանդես գալ ու դա անել միջին որակի։ Ես շատ սիրում եմ իմ աշխատանքը և ինչով զբաղվում եմ, փորձում եմ հնարավորինս համենայն դեպս ուժերիս ներածին չափով որակյալ անել։ Հենց դա է պատճառը, որ միայն հաղորդաշարի մուտք գործելուց ձեռնամուխ կլինեմ նոր սերիալի ստեղծմանը։ Պարզապես շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր դիտել են մեզ, և ամենևին կապ չունի նրանցից ոմանք վատն են գրել, թե լավը, գովաբանել են, թե հակառակը, դժգոհ են եղել, թե ոչ, բոլորին շատ շնորհակալ եմ։ Վստահ եմ, որ մեր ուշադիր հեռուստադիտողները նայելով սերիալի վերջին մասը ի վերջո կհասկանան, թե որն էր դրա ասելիքը և այլևս ինձ չեն հղի հարցեր, թե ինչ էի փորձում այս 2 տարվա ընթացքում հասցնել մարդկանց։ Վստահ եմ յուրաքանչյուրը կստանա իրեն հուզող հարցերի բոլոր պատասխանները։
նշել էր Դիանան։ Մեկ այլ հարցազրույցի ընթացքում Դիանան խոսել էր նաև ընտանեկան անձնական կյանքի մասին, իր կարիերայի սկզբի մասին ու ընդգծել. «Ես 16 տարեկանում սկսեցի իմ աշխատանքը հեռուստաընկերությունում եւ զուգահեռ սկսեցի սովորել իրավաբանական ֆակուլտետում։ Իմ երեխաների հոր Դավիթի հետ միասին Գիգաբիթ հաղորդումն էինք վարում, որից հետո սկսեցի Բումերանգ հաղորդաշարը, որն էլ ինձ ճանաչում բերեց։ Բավականին երկար դադարից հետո հիմա ինքս նկարահանվում եմ իմ ֆիլմում։ Կարծում եմ արդեն ժամանակն էր եթեր վերադառնալու։ Այն կնոջ դերը, որը կերտում եմ, ինձ շատ հոգեհարազատ է։ Համոզված կարող եմ ասել, որ իմ հայտնի լինելու փաստը ոչ օգնում, ոչ էլ խանգարում է երեխաներիս։ Ես ամեն օր միայն գովեստի խոսքեր եմ լսում իրենց ուսուցիչներից։ Դեռ երեկ մենք ամբողջ օրը տարված խաղում էինք իր նոր տիկնիկով, որը հայրն էր ուղարկել Միացյալ Նահանգներից։ Ուրախ եմ փաստել, որ իմ երեխաները հեռու են համացանցից, սելֆիներից եւ վայելում են մանկությունը։ Ես ինձ երջանիկ կին եմ համարում, ունեմ երեխաներ, ովքեր միայն ուրախություն են ինձ պատճառում, ունեմ մայր, ով միշտ իմ կողքին է։ Երջանիկ խաղալը անհնար բան է։ Ես երջանիկ եմ այն ամենով, ինչ այսօր ունեմ՝ աշխատանք, ընտանիք, պատիվ, հիանալի կոլեկտիվ, հավատում եմ Աստծուն ու շատ աստվածավախ եմ։ Երբ քննադատությունը լինում է առողջ, ես դրան նորմալ եմ վերաբերվում, եթե լինում է հիվանդագին, ես դրան ընդհանրապես չեմ վերաբերվում։ Այս տարիների ընթացքում ես դեռևս չեմ լսել մի քննադատություն, որը լինի պրոֆեսիոնալ դիտանցքից։ Ես աշխատանքի մեջ միշտ ձգտում եմ կատարյալին եւ դեպի կատարյալ գնացող ճանապարհին փորձում եմ ամեն բան անել լավ։ Այն անձնավորությունը, ով քննադատում է ինձ կամ մեղադրում է, ինքն է մեղանչում Աստծո առաջ, այլ ոչ թե ես։ Եթե մարդ ծնվում է մայրական արգանդից բնական ճանապարհով, ապա չի կարող վիրավորել մի մարդու, ում չի ճանաչում։ Իդեպ հայի աչքեր նախագիծը մի քանի հաղորդումից հետո այլևս չշարունակվեց։ Անդրադառնալով դրա պատճառին Դիանան նշել էր. «Պարզապես անհրաժեշտ գումար չհավաքվեց, ինչի պատճառով էլ նախագիծն ընդհատվեց։ Միայն մի քանի ընտանիքի կարողացանք օգնության ձեռք մեկնել։ Շատ դժվար խնդիր էր գտնել անհրաժեշտ գումարը անապահով ընտանիքներին օգնելու համար»։ Բոլորովին վերջերս էլ համացանցում ակտիվորեն քննարկվում էր Դիանա Գրիգորյանի եւ Ստեփան Ղամբարյանի սիրավեպի մասին լուրը։ Լուրերը սկիզբ էին առել, երբ Դիանա Գրիգորյանի ծննդյան խնջույքից հետո Ստեփան Ղամբարյանը կենացներ էր ասել, կարելի է ասել, թամադայություն էր արել։ Դիանան էլ հերքել էր այդ խոսակցություններն ու ընդգծել. «Մասնավորապես այս օրերին աշխատում եմ չչարանալ, որովհետև աստվածավախ ու աստվածապաշտ մարդ եմ, չեմ էլ ուզում անդրադառնալ չարամիտ ու չարախոս մարդկանց գրառումներին։ Ինձ համար շատ զարմանալի է այն մարդիկ, ովքեր նման բաներ են գրում, նրանց չեմ կարող լրագրող անվանել, որովհետև անհասկանալի նվնվոցով ներկայացնում են բաներ, որոնք նույնիսկ չեմ կարող նկարագրել, վերծանել կամ մեկնաբանել։ Քանի որ Ստեփան Ղամբարյանն իմ վերջին զանգը հեռուստասերիալում մարմնավորում է գլխավոր հերոսներից մեկին, նա նաև հրաշալի հանդիսավար է։ Ծննդյանս արարողության կարևոր կենացները խնդրեցի, որ ինքը ասի»։